Բարեսիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ ու նոր օծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում, այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, քո վերահսկողության մեջ թող լինի ամեն բան, թող արձակված լինի քո հոգու զորությամբ քո կամքը, ամեն բան ինչ որ քեզանից է, թող մարդկանց սրտերի մեջ այս սերմերը ընկնելով պտուղ տա, որը օրհնություն կդառնա հետագայում շատերի համար, ամեն բան ինչ որ մարդկային ու շնչավոր է, Հիսուսի անունով կապում եմ, վարգել եմ դրանց ուժն ու ազդեցությունը, որ որևէ մեկի մեջ սխալ արմատ չձևավորվի։ Փառք ես ամենակարող Աստված քո փառավոր հաղթանակի համար, որ քո հոգու զորությամբ իրականացնում ես մեր բոլորի կյանքում։ Դու ես առաջնորդում մեզ ամեն ճշմարտության մեջ ու դու ես իրականացնում քո զորավոր ձեռքով քո փառավոր հաղթանակները, որ խոսել ու ասել ես ամեն մեկիս կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր շատ կարճ ուղերձ ունեմ, ու այս ուղերձը մարգարեական է։ Իրականում հիմա մի երազ կպատմեմ, որ այս գիշեր եմ տեսել, բայց կոնկրետ անուններ կասեմ ստեղ, բայց ես չեմ ուզում սահմանափակվեմ նրանով, որ հենց կոնկրետ այդ անուն կրողներին է սա վերաբերվելու, որովհետև կա պատճառ, որ այդ ձև ասում եմ, թեկուզ որ հստակ երազի մեջ անուններ եմ լսել, մարդկանց եմ տեսել այդ անունները կրող, բայց մտածում եմ, որ սա չի վերաբերվում մենակ այդ անունը կրողներին, առաջին հերթին իհարկե վերաբերվում է, բայց նաև չի վերաբերվում ոչ միայն իրանց, ու պատճառը հետևյալն է, որ այդ ձև ասում եմ, որովհետև գիտեք, մոտավորապես մի տարի ու կես, 2 տարի առաջ, էլի հստակ չեմ հիշում, բայց եթերի ժամանակ չեմ հիշում ինչի մասն էի խոսում, բայց հանկարծ զգացի հոգումս, որ մարգարեական խոսք կա, որ պետքա որոշակի բաներ ասեմ, ու սկսեցի մարգարեանալ, ու հատկապես մարգարեանում էի մարդկանց վրա, ովքեր որ բանտում են այդ պահին, խոսում էի կոնկրետ անուններով, կոնկրետ մարդկանց էի ասում էի ինչի համար են իրանք նստած, ինչ իրավիճակ է իրանց մոտ, խոսում էին մասին, որ Սուրբ Հոգին իրանց այցելում է, իրանց կյանքում փոփոխություն է կատարվելու, ու 4 հոգու մասին էի ասում, 4 տարբեր մարդկանց մասին էի ասում, անունները տալով։ Գիտեք, անցավ մոտավորապես մի ամիս, ու ինձ իմ ծանոթներից մեկը գրեց, ասեց հնարավոր է, որ այդ մարգարեությունը կատարվի ոչ այդ մարդկանց կյանքում, ում անունները որ ես տվել եմ։ Ես երբ որ ավելի մանրամասն սկսեցի հարցնել ինչի մասն է խոսքը, ինքը պատմեց մի բան, որ իրականում կան մարդիկ, որոնք հենց այդ իրավիճակի մեջ գտնվել են, այդ մարգարեական խոսքերը ուղիղ իրանց վերաբերվում է ու իրանց համար ոնց ասել եմ կատարվել է, բայց ուրիշ անուններ են։ Ու ինքը հարցնում էր, ասում էր հնարավոր է, որ ուրիշ անուններով մարդկանց դա վերաբերվեր։ Անկեղծ այդ պահին ես դժվարացա, որովհետև ես ինքս չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան լինի, որ դա ուրիշ մարդկանց վերաբերվի, ոչ այդ անունները կրողներին, որոնց մասին կոնկրետ այդ պահին ասում եմ։ Ու այդ պահից սկսած ինքս սկսեցի մտածել, արդյոք հնարավոր է նման բան լինի, բայց ասացի Աստված ջան, իրականում ես չգիտեմ, ամենակարող Աստված դու ես, եթե դու կոնկրետ այդ մարդկանց կյանքում ես բերել այն ինչ որ ասել եմ, որ ես չեմ կարող ասեմ խեստ հենց արել։ Ու որոշեցի ես Աստծուն ընդհանրապես չսահմանափակեմ, որ եթե ինչ որ մարդկանց կյանքում կոնկրետ խոսքը կատարվել է, ուրեմն իրանց վերաբերվել է, որ կատարվել է, հիմա անունների հետ կապված հիմա էլ չեմ կարող ասեմ ինչի է տենց։ Ու սա պատճառն է, որ այսօրվա տեսածս երազը, որը կպատմեմ, որի մեջ կոնկրետ անուններ կհնչեցնեմ, հիմա նախկին այդ փորձառությունից ելնելով
չեմ ուզում ասեմ, որ հենց կոնկրետ վերաբերվելու է այդ անունները կրողներին։ Ուրեմն հետևյալն է երազը, շատ չերկարացնեմ։ Գիտեք, երազից մեջ ես տեսնում էի մի տղամարդու, որի անունը Արթուր էր։ Ինքը Աստծո ծառայող էր ու իր մոտ մարգարեական ծառայություն էր։ Ինքը բավականին լավ վարում էր իր ծառայությունը, իր մոտ ուժեղ գործում էր մարգարեական հոգին, ինքը իր մարգարեական ուղերձներով սփոփում էր, մխիթարում էր ու բարձրացնում էր այն մարդկանց, ովքեր որ հարստահարված էին սատանայից, ինքը իրականում իր խոսքերը բժշկող էին, ինքը շատ կարևոր դերակատարում ուներ այդ ծառայությամբ, շատերի վրա դրական ազդեցություն էր թողնում ու իրականում Աստծո խոսքը արձակելով այդ մարդկանց կյանքի վրա, բերում էր Աստծո հաղթանակը իրավիճակների վրա։ Բայց իրա վրա եկավ հարձակում ու իրան սկսեցին մեղադրել որոշ բաների մեջ, սկսեցին խոսել սուտ բաներ իր հասցեին, որ իրականությանը չէր համապատասխանում ու ինքը սկսեց լսել այդ ստերը, ինքը տեղ տվեց այդ ստերին ու այդ սուտը սկսեց իր հոգևոր իրավիճակի վրա ազդել, սկսեց իրան ոնց որ քայքայել ներսից, սկսեց սահմանափակել իր վրայի օծությունը, իր մոտ սկսեց կասկածանքներ բերել, այսինքն այն սուտը, որ ուղղված էր իր հասցեին, արված էր դա նպատակային, որպեսզի իրան կանգնեցնեն, բայց ինքը աննկատ թույլ տվեց այդ սատանայի ստերը իր կյանքի վրա ու դրա պատճառով սկսեց որոշակի հարցերում կասկածել ու դա պատճառ դառավ, որ իր օծությունը կամաց գնալով սկսեց պակասել ու ինքը հայտնվեց գերության մեջ, բայց երբ որ ինքը այդ վիճակի մեջ էր, ինքը մարգարեական խոսք ստացավ մի եղբոր համար, որի անունը Վարդան է, որը գտնվում էր ուրիշ քաղաքում ու ինքը Աստծուց խոսքը ստանալով պետք է այդ ուղերձը փոխանցեր Վարդանին իր իրավիճակի հետ կապված, ասելով այն գալիք փորձությունները, որ իրան սպասվում է, որ պետք է ինքը զգուշացներ ու պատրաստեր Վարդանին, որ ինքը կարանա այդ իր իմանալով գալիք փորձությունների մասին համապատասխան գործողություններ անելով պաշտպանված լինի, բայց քանի որ ինքը այդ ընկած վիճակում էր, կոտրված վիճակում էր, հոգևոր այդ հարձակումները իր վրա ազդել էին, ինքը ոնց որ իր համարձակությունը կորցրած լներ, որ շարունակի անել այն ծառայությունը, որ միշտ անում էր, ու ինքը դանդաղում էր, ու քանի ինքը դանդաղում էր, օրերը շարունակվում էին առաջ գնալ, ինքը գիտակցում էր, որ ուշացնում է, բայց ոնց որ ինքը այդ համարձակությունը, որ կորցրել էր, չէր կարող աներ այն, ինչ որ միշտ առաջ արել էր։ Ու որոշակի ժամանակ հետո ինքը հասկացավ, որ տենց երկար չի կարա շարունակվի, թեկուզ ինքը տկար է, թեկուզ ինքը կոտրված ու փշրված է, բայց գիտակցում էր մի բան, որ իր տկարության մեջ Աստված է զորավոր, իրանից հասնում է զուտ ուղերձը փոխանցելը, որտեղ գործողը Աստված է, ինքը չի, որ ինչ-որ ձևով պետքա իրավիճակի վրա բերի փոփոխություն, իր գործը ընդամենը մարգարեությունը փոխանցելն էր։ Ու ինքը այդ վիճակով վեր կացավ ու գնաց այդ քաղաք, իր քաղաքից տեղափոխվեց այլ քաղաք, որտեղ Վարդանն էր ապրում, որին պետքա տեսներ, որը եղբայր էր, որը հոգևոր ավելի թույլ վիճակում էր, ավելի իր ծառայությամբ համատած Արթուրի իր ծառայությունը այդ ձևի բարձր ծառայություն չէր ու հոգևոր առումով Արթուրը ավելի աճած էր, քան Վարդանը, այսինքն տպավորությունն էր, որ Արթուրը ուսուցողական դիրքի մեջ է ու պատրաստում է Վարդանին, ոնց որ թե իր աշակերտի մոտ գնար, այսենց համեմատությամբ, բայց իր աշակերտը չէր իրականում։ Ու երբ որ ինքը գնաց Վարդանի մոտ, ինքը տեսավ, որ Վարդանի մոտ հանցագործները հարձակվել են, գողերը հարձակվել են, Վարդանի ունեցվածքը որոշակի բաներ գողացել են, իր բեռնատար մեքենայի վրա էին հարձակվել, այնտեղից ինչ-որ բաներ էին գողացել,
Վարդանը մի կերպ թաքնվել էր այդ իր մեքենայի մեջ, իր գրուզավիկի այդ կուզովում թաքնվել էր, իրան չէին գտել, փորձել էին իրան հայտնաբերեն, որ սպանեն, բայց չէին կարացել, իրանց մենակ գողությունն էր կարացել հաջողվել այդ հանցագործների մոտ, Վարդանի կյանքին որևէ ձևով վնաս չէին կարացել տային, ու Արթուրը երբ որ եկավ ու գտավ Վարդանին այդ վիճակում, ինքը զղջում էր ու հասկանում էր, որ ինքը ուշացել է, որ եթե մի քիչ շտապեր, այդ ամեն ինչը կկանխեր ու թույլ չէր տա այդ զգուշացնելու արդյունքում, որ տեղի ունենար, համապատասխան քայլեր արած կլինեին, ու ինքը այդ մեղադրական, այսինքն զղջացող դիրքից սկսեց խոսել, ափսոսալով ու ապաշխարելով Աստծո առաջ, որ ուշացել է։ Վարդանը, երբ որ իրան լսում էր, իր ասածներին ուշադրություն չդարձրեց ընդհանրապես չմեղադրեց Արթուրի ուշանալու համար, ու հանկարծ իր վրա իջավ մարգարեության հոգին, Վարդանը սկսեց մի ծառայություն, որը ինքն էլ չէր սպասում, ուղղակի Աստված սկսեց իր միջոցով զորավոր ձևով գործել ու ինքը սկսեց մարգարեանալ Արթուրի վրա։ Արթուրն էր եկել Վարդանին մարգարեական խոսք բերելու իրան այդ վիճակի մեջ բարձրացնելու, զգաստացնելու, ուշադրության հրավիրելու, որ փորձության չհանդիպեր, բայց անսպասելի իր համար Վարդանը սկսեց իրան ծառայել մարգարեական խոսքով, ու այն խոսքերը, որ ինքը սկսեց ասել Արթուրի կյանքի վրա, դրանք այնքան զորավոր խոսքեր էին, որ քանդեցին ամբողջությամբ այն սուտը, որը Արթուրի կյանքի վրա արձակվել էին։ Արթուրի կյանքի վրա հաղթանակ եկավ այնտեղից, որ ինքը ընդհանրապես չէր սպասում, ինքն էր գնացել ծառայելու, բայց ստացվեց այն մարդուն, ում որ ինքը պատրաստվում էր ծառայել, իր միջոցով Աստված ծառայեց հենց իրան ու իրան վերականգնեց այն դիրքի մեջ, որը ինքը հարձակում ունենալով կորցրել էր։ Ու այդ մարգարեական խոսքերից հետո նման էր դա, որ Արթուրը հարություն առավ, ամբողջությամբ իր օծությունը վերադարձավ ու ինքը բարձրացավ մի դիրքի մեջ, որը մինչև այդ նույնիսկ չէր եղել։ Իր վրա օծությունը ավելի շատացավ ու ինքը այդ մարգարեական խոսքերից հետո, ստանալով նոր օծություն, մտավ մի ծառայության մեջ, որը մինչև այդ չէր արել, բայց որը իր հիմնական կոչումն էր, որով պետքա թողեր ավելի մեծ ազդեցություն ու ներգործություն, որի համար կանչված էր, բայց այդ ժամանակների համար պահված էր, որ ինքը այդ օրը պետքա ստանար այդ օծությունը։ Ու ստեղ Աստված իր գերբնական զորությամբ այցելեց իր ընտրյալ օծյալին, քանդեց սատանայի սուտը, որ իր կյանքի վրա արձակել էին մարդիկ, հաստատեց իրան այն ծառայության մեջ, որի մեջ դրել էր, օծել էր, հաստատել էր, ու ավելի մեծ օծություն տալով, ավելի մեծ թևեր տալով, հնարավորություն տվեց, որ ինքը սկսի ճախրել ավելի բարձր ու ավելի մեծ ազդեցություն թողել իր ծառայությամբ։ Սա ողջ երազն է, որ ես այսօր տեսել եմ, ու ես գիտեմ, որ ինչ որ մեկին սա վերաբերվում է։ Այս կոնկրետ Արթուր ու Վարդան անուններ եմ ասում, առաջին հերթին իհարկե ուղերձս ուղղված է ձեզ, բայց նորից եմ ասում, ես չեմ սահմանափակում, որ սա կարա վերաբերվի այլ մարդկանց, որոնք այդ անունը չեն կրում։ Բայց ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ ասեմ, ով էլ որ լինես, եթե սատանայի սուտը քո վրա ազդել է ու խաբել է քեզ ու գցել է քեզ, գողացել է այն օծությունը, որ քո վրա կար, գողացել է քեզանից համարձակությունդ ու դու քեզ քո տկարության մեջ դժվարանում ես քայլեր անելու Աստծուն ծառայելու համար, իմացի, որ քո տկարության մեջ Աստված է զորավոր ու ինքը տեսնում է ամեն բան ու ինքն է քո պատասխանը, ինքն է քո եղջյուրը բարձրացնողը, ինքն է քեզ հաստատողը այն կոչումի մեջ, որ քեզ կանչել է, ու ինքն է, որ իր հոգով առաջնորդում է քեզ այն ծառայության մեջ, որը իրականացնելու ես։ Քո զորությամբ չի, քո ուժով չի, քո տկարության մեջ Աստված է զորավոր։ Ուղղակի այն ինչ որ Աստված քեզ ասում է,
թեկուզ դու տկար ես, միևնույնն է շարունակիր անել։ Երբ որ դու դա անում ես, Աստված է բերում հաղթանակները։ Ամբողջ փառքը պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Քո տկարության մեջ Աստված զորավոր ձևով գործում է, վերցնում է քո տկար խոսքերը, որ դուրս է գալի քո շուրթերից, դրանց տալիս է զորություն, ուժ ու իրավիճակի վրա ներգործելով բերում է գերբնական հաղթանակները։ Ես օրհնում եմ Հիսուսի անունով ամեն մեկին, ով որ իրան նայելով, իր տկարությունը տեսնելով դանդաղում էր քայլեր անելու, որ Տիրոջ զորությունը իջնի ձեր վրա ու համարձակ ձեզ տանի առաջ այն ծառայության մեջ, ինչի մեջ որ կանչված եք, ու թող օրհնված լինի ձեր ծառայությունը, որը Աստծուց է, որը բերում է փոփոխություն ու հաղթանակ բոլոր այն մարդկանց կյանքի վրա, ու մոտ որ ձեզ Աստված կուղարկի։ Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ վրա, ով որ իր սիրտը տվել է Աստծուն լսելու, հնազանդվելու ու Տիրոջ կամքը կատարելու այս երկրի վրա Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։